Գագարինի միջնակարգ դպրոցի նորակառույց մարզադահլիճում ապրիլի 6-ին եւ 8-ին անցկացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլը։ Մրցաշարի պաշտոնական բացմանը հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը Գագարինի միջնակարգ դպրոցի սաների կատարմամբ։ Հնչած ելույթներում շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, մարզպետի աշխատակազմին, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին, համայնքապետարանի աշխատակազմին եւ բոլոր այն շահագրգիռ անձանց, ում ջանքերի շնորհիվ առաջին անգամ մարզային ու պետական նշանակության այս միջոցառումը անցկացվում է Գագարինում։ Գագարինի միջնակարգ դպրոցը ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական թենիսի մրցաշարի մարզային երկրորդ փուլի բոլոր մասնակիցներին եւ հյուրերին։ Սևան համայնքի Գագարի բնակավայրի համար մեծ պատիվ է թենիսի մարզային փուլի մրցումները Գագարինի միջնակարգ դպրոցի նորակառույց մարզադահլիճում անցկացնելը։ Այդ կապակցությամբ մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին։ Շնորհակալություն ենք հայտնում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչությանը, ինչպես նաև նախաձեռնողներին եւ կազմակերպիչներին։ Գագարինի միջնակարգ դպրոցի տնօրենությունը հնարավոր բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարել է մրցումները պատշաճ ձևով անցկացնելու համար։ Մրցումների մասնակից թիմերին մաղթում ենք արդար եւ անաչառ մրցակցություն, թող որ հաղթի ուժեղագույնը։ Սպորտի բնագավառում տարիներ շարունակ գրանցվել է բազմաթիվ հաջողություններ։ Այսօր մեզ համար լավագույն առիթ է ներկայանալ նաև մշակույթով ու սպորտով։ Եվ հույս ունենք, որ դեռ ապագայում էլ մենք, Գագարինի միջնակարգ դպրոցի սովորողներս, դեռ շատ հաղթանակներ կունենանք նաև այս ոլորտում։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գեղամ Չարվադալյանին, առանձնահատուկ շնորհակալություն Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին, տեղակալներ Սուրեն Համբարձումյանին, Արթուր Մարգարյանին, Գագարինի միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Ստեփանյանին, փոխտնօրեն Մանուշա Գալստյանին, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Անուշ Համբարձումյանին, Սևանի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանին։ Շնորհակալություն Հրայր Ավանեսյանին այս բոլոր մրցույթներում մեր կողքին լինելու եւ օժանդակելու համար։ Գագարինի միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Ստեփանյանը Գագարինցի մի խումբ երիտասարդների կողմից նվերներ հանձնեց միջոցառման կազմակերպմանը աջակցություն ցուցաբերած անձանց։ Վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի մրցումները արդեն 4-րդ տարին են անցկացվում։ Ամեն անգամ ակտիվությունը ավելի մեծանում է, երեխաների մոտ հետաքրքրություն է առաջանում։ Համայնքային փուլում մասնակցել են 60 դպրոցների 370 աշակերտներ։ Նշեմ նաև, որ մարզպետի առաջարկությամբ առաջին անգամ վարչապետի գավաթներ մրցաշարերի մարզային փուլը անցկացվում է Սևան համայնքի Գագարին բնակավայրի միջնակարգ դպրոցի նորակառույց մարզադահլիճում, որը ամբողջությամբ կառուցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցներով։ Ապրիլի 6-ին Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ 2026 սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլը, որտեղ մրցապայքարը ծավալվեց Գեղարքունիքի մարզի համայնքների Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիշ, Ճամբարակ համայնքային փուլը հաղթարած առաջինից 3-րդ տեղերը գրաված հանրակրթական դպրոցների 5-ից 9-րդ դասարանների աշակերտներից կազմված 15 հավաքական թիմերի միջև։ Այս տարիքային խմբում մարզային փուլում արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ. առաջին տեղը զբաղեցրեց Սևան համայնքի Գագարինի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը Գավառ համայնքի Սարուխանի Խոստեղյանի անվան համար 2 միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղը Վարդենիս համայնքի Շատջրեքի միջնակարգ դպրոցի թիմը։ Առաջին տեղը զբաղեցրած Սևան համայնքի Գագարինի միջնակարգ դպրոցի թիմը եզրափակիչ փուլում 5-ից 9-րդ դասարանների տարիքային խմբում կներկայացնի Գեղարքունիքի մարզը։ Իսկ ապրիլի 8-ին միմյանց միջև ուժերը չափեցին համայնքային փուլում հաղթած առաջինից 3-րդ տեղերը գրաված
10-ից 12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական 15 թիմերը։ Այս տարիքային խմբում մարզային փուլում արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ. առաջին տեղը զբաղեցրեց Սևան համայնքի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը Գավառ համայնքի ավագ դպրոցի թիմը, երրորդ տեղը Ճամբարակ համայնքի Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը։ Հաղթողները պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հավաստագրերով։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլից հետո առաջիկա կայանալիք եզրափակիչ փուլում Գեղարքունիքի մարզը կներկայացնեն Սևան համայնքի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարաններից կազմված թիմը եւ Սևան համայնքի Գագարինի միջնակարգ դպրոցի 5-ից 9-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմը։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանեսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։